Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանին։ Վերջերս տեսանք, որ դուք Սև Արքով այցելել էիք կառավարության շենք, որտեղ բարձրացնում եք թոշակառուների խնդիրները, խոսեք դրա մասին։ Շնորհակալություն հարգելի Սևան, իրականում հարկավոր է Սև Արքով այցելել ոչ միայն Փաշինյանի կեցավայր, այլ ընդհանրապես Փաշինյանի իշխանության ներքո գտնվող բոլոր գերատեսչություններ, ինչ է իրենից ներկայացնում այդ Սև Արքը։ Սև Արքը ավիացիայում դա ողջ ճշմարտության վերհանումն է, եւ այդ օրը մենք Սև Արքով գնացել ենք կառավարության շենքի մոտ, որպեսզի նիստել էր կառավարության, որպեսզի իրենից պահանջեինք, ասեինք, բացի բյուջեի Սև Արքը, մենք հասկանանք նախընտրական այս փուլում, այսինչ 10,000-ական դրամների խոսակցություն է գնում, չէ՞ որ դու 2 ամիս առաջ աղմկահարույց հայտարարություն արեցիր, ասելով թե թոշակառուն 10,400 դրամը ինչ իմանա, որտեղ է ծախսելու կամ ինչպես է ծախսելու, եւ հետաքրքիր զուգադիպությամբ մեր այդ ակցիայի պահին ֆինանսների նախարարը կոնկրետ բացեց բյուջեի Սև Արքը, այսպես Նիկոլ Փաշինյանին ասաց, որ գիտեք, որ դուք 10,000-ական դրամ ուզում եք 630 կամ մի քիչ ավել թոշակառուի կենսաթոշակ բարձրացնեք 630,000, այդ գումարի աղբյուրը բյուջեում չկա։ Դուք պատկերացնում եք այդ ֆարսը, բյուջեի ներկայացնելուց 26 թվական չկա, հիմա մի տեղից ասում են, որ մենք ձեզ թոշակ ենք տալու, որի աղբյուրը ֆինանսների թիվ 1 պատասխանատուն հայտարարում է, որ չկա։ Հիմա հարց ենք ուղում Նիկոլ Փաշինյանին, այդ գումարը ով է տալու իրեն։ Ով է տալու, որ երկիրն է իրեն տալու, որ ինքը հատկացնի մեր թոշակառուներին։ Մենք դեմ չենք, որ թոշակառուների թոշակը ոչ միայն պիտի հիմա ապրիլ ամսից պիտի բարձրանար, թոշակառուների թոշակը պետք է բարձրանար 24 թվականին 10,000-ով, 25 թվականին 20,000-ով, պիտի բարձրանար, բայց հիմա մենք հարցնում ենք, այսինչ խաբուսիկ հայտարարություն եք արել, որտեղից է այդ գումարը գոյանալու։ Արդյոք պաշտպանության մեր անվտանգության բյուջեից եք բերելու այդ մոտ 80 միլիարդ դրամ է կազմում տարեկան։ Արդյոք այդ գումարը այդտեղից եք բերելու։ Արդյոք նոր արտաքին պարտք եք դնելու մեր ուսերին։ Արդյոք գումար եք տպելու եւ երկիրը դեֆոլտի առաջ եք կանգնեցնելու։ Պարզ հարցեր ենք տալիս, չէ՞։ Եթե ֆինանսների պատասխանատուն ասում է, որ չկա այդ գումարը, մենք էլ ասում ենք, դե ուրեմն ցույց տվեք, բացեք բյուջեի Սև Արքը, մենք տեսնենք ընդհանրապես, այս ինչ հոսքեր են գնում։ Դրա աղբյուրը չկա, մենք չգիտենք, արդյոք այս պարգևավճարների աղբյուրը կա թե ոչ, բայց երեկվա կառավարության նիստում, կառավարության մեկ այլ որոշմամբ նորից որոշում է կայացվել, որ 4.6 միլիարդ պարգևավճար կառավարությունը մինչև ընտրություններ պետք է բաժանի իր ներքո աշխատողներին։ Դե հասկանալի է, իրենք այդ գումարները կստանան, չաղուբախտավոր կապրեն մինչև հունիսի 7-ը, հունիսի 7-ից հետո ես կարծում եմ մեր ժողովուրդը այնքան խոհեմ կգտնվի, որ այս իշխանությունը ուղարկի այնտեղ, որտեղից եկել է, որովհետև ես շատ հստակ է Փաշինյանի ուղերձը մեր հասարակությանը, ինքը ասում է, որ այս հասարակությունը պետք է Ալիևին շնորհակալություն հայտնի, որ ինքը այսօր կա եւ այսօր ապրում է։ Ես այստեղ գալուց լսում էի մեր շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի ելույթը, եթե ինձ թույլ կտաք, շատ կարճ մի քանի վայրկյան ես միացնեմ գեներալի խոսքը իրական խաղաղության մասով, որովհետև սա այն դեպքն է, որ վերլուծությունը ու տրամաբանությունը շատ ճիշտ է։ Մեկ րոպե։ Մադրես չէ, որ աշխարհը 8 ամիս լիարժեք խաղաղություն է սահմանում։ Հա, որ իրանք առաջ են գալի, դուք չեք կրակում, նրանք էլ պատասխան չեն կրակում։ Դուք պետք է դիմադրես, չէ, որ ինքը առաջ չկարի, չեք դիմադրում։ Բոլոր բարձունքներում իրանք են նստած ջերմուկում։ Բոլոր տեղերը իրանք են իշխում։ Մեր զինվորներին խուզարկում են դիրք գնալուց։ Չեք դիմադրում։
Գլխի կրակ է, որ այնքան ասեց խաղաղություն, սա սկսին խոսալ խաղաղություն, չէ, կապիտուլյացիա։ Ասում 8 ամիս Դուք պատկերացնում եք դիրքեր գնացող հայ զինվորները խուզարկվում են ադրբեջանցի զինվորների կողմից կամ դիրքեր են առաջ գալիս, այդ մասին վերջին շրջանում նաև Google-ի տեսա խցիկներն էին արձանագրել, որ փաստացի հայկական կողմից կա նոր ներխուժում հայկական դիրքերի վրա կա նոր ներխուժում ադրբեջանցիների կողմից եւ այս մասին սրանք ասում են խաղաղություն է Որն է այդ խաղաղությունը, ցույց տվեք այդ խաղաղության պայմանագիրը, ցույց տվեք, կանգնեք այսպես սևով սպիտակի վրա, ասեք, այստեղ, տեսնում եք, մենք Ադրբեջանի հետ կնքել ենք խաղաղություն։ Ադրբեջանը ձեզ ինչ պարտադրում է, դուք այն էլ անում եք եւ երեք ես ամաչում եմ, որ իմ երկիրը ներկայացնում է մի մարդ, ով ուղակի ավելի շատ խայտարակում է իմ երկիրը, քան ներկայացնում է։ Գնալ հասնել Եվրոպայի բարձր ամբիոն ու ասել, որ Արցախցիները չպիտի վերադառնան Արցախ, դրանից մեծ խայտարակություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Տեսեք, Հայաստանը հաղթանակած պետություն էր, թշնամի պետությունը պարտված մենք որևէ անգամ Ալիևի կողմից, այն էլ բարձր ամբիոնից, չենք ասում ներքին լսարանի համար անգամ, Ալիևը որևէ անգամ այդպես կզած հայտարարություն չի արել, չի ասել, որ պետք է մենք մոռանանք Արցախը, դուք պիտի տնավորվեք այստեղ, փոխեք ձեր անձնագիրը, որտեղ չլինի Հադրութ, Ստեփանակերտ, Մարտունի, չգիտես, փոխեք, որ լինի օրինակ քաղաք Սևան, քաղաք Հրազդան, ու դուք մոռացեք Արցախի մասին։ Նույնիսկ Եվրոպան էր, բազմից Եվրոպան է ասել, Եվրամիությունն է ասել, որ ի վերջո արցախցիները Արցախ վերադարձի իրավունք պիտի ունենան։ Գնում ես, քեզ ու քեզ որոշում ես, գոռում ես, այնտեղ էլ մի քանի թրքական ադրբեջանական լոբիով զբաղվող պատգամավորներ բարձրանում քեզ ծափ են տալիս, գիտես դու ես ինչ մի հայտնագործություն արեցիր։ Այդպես է գնացեք Ալիևի ենթակայության տակ ինչքան ուզում եք աշխատեք, ինչքան ուզում եք իրենց ծափերը վայելեք, ինչ եք ուզում այս ժողովրդից։ 5000 երեխայի տարակ մատաղ արեցիք, Եռաբլուրը այսպես մեծացրեցիք, հարյուրավոր անհետ կորածներ, թե պայթյունից, թե պատերազմից, հիմա այդ վերջին օրերին Արտաշիրիմում պահանջող ծնողներ, հումանիտար հարցերի այսպես մի մեծ խումբ է հավաքվել մեր ազգի գլխին, բարոյական հարցերը մի կողմ, արժանապատվություն, ամեն ինչ որակազրկել եք, հիմա էլ եկել ասում եք մենք դե գիտեք ցեղասպանության թանգարանի տնօրենին հանեցի, որովհետև ինքը մեր արտաքին քաղաքականության հետ ներդաշնակ չէր քայլում, Արցախ անունով գիրք է նվիրում Վենսին։ Լուրջ ես ասում։ Հիմա ասում է Արցախ, որ ասում եք պատերազմ եք հրահրում, պատերակի ժամանակ երբ որ կաթողիկոսը Արցախի անունն է տալիս, պատերազմի կուսակցություն է։ Բա այդ ոնց գնացիր Արցախ հրահրեցիր, ասեցիր Արցախը Հայաստան է հրահրեցիք ու եկաք։ Այն որ քո Պապիկյանով ու Ալենով գնացել էին Աղդամում նուռը վերցրել էին ձեռքները պատերազմ էին հրահրում։ Բա այն ժամանակ չէիք մտածում, որ դուք պատերազմ եք հրահրում։ Այս ինչ մի բան է կարել, որ ամեն ինչից վախենանք մինչև Ալիևը գա հասնի մեր դուռ։ Գալիս են էլի, հիմա էլ ասում եմ Գորիս Երասխով ճանապարհ եմ տալիս, դե հանգիստ վերընկեք տեղները, դուք ընդհանրապես Փաշինյանական իշխանությունը երևի այդքան լավ չի ճանաչում մեր ժողովրդին, մեր ժողովրդի արժանապատվությանը ինքը չի այդպես լավ չի ծանոթացել մեր ժողովրդի արժանապատվության հետ։ Սա այն ժողովուրդը չի, որով Նիկոլ Փաշինյանը պիտի գա, ասի հանձնում ենք Ալիևին շնորհակալություն ասելով բերում ենք նստացնում ենք մեր երկրին ու այս ժողովուրդն էլ ապրի։ Այո, գեներալ Աշակ Կարապետյանը մի շատ ճիշտ դիտարկում էր արել, որ այն ուժը, ով կգնա, այն մարդը, այն իր գրպանային ընդդիմությունը կամ որևէ շարքային քաղաքացի, ով կգնա հունիսի 7-ին կընտրի ԿՊ-ի քվեաթերթիկը նշանակում է նա շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Այո, այս դիտարկումը պետք է տարածել, որ նա ով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը
կգնա կքվյարկի, նշանակում է նա շնորհակալ է Իլհամ Ալիևից։ Ինչի համար է շնորհակալ, որ Իլհամ Ալիևը այսօր Արցախում բազմաթիվ մեր տաճարներ գոմի է վերածել, դրա համար է շնորհակալ։ Բազմաթիվ մեր հայրենակիցների տասնյակ 150,000 արցախցու տնավեր է դարձրել, դրա համար է շնորհակալ։ Բաքվի բանտերում այսօր խոշտանգում է մեր գերիներին, դրա համար է շնորհակալ, թե որ մենք ունեցանք 5,000 եւ ավել զոհ, դրա համար է շնորհակալ։ Յուրաքանչյուր քաղաքացի, այո, խուց մտնելուց, քվյախուց մտնելուց պետք է հիշի ինքը շնորհակալ է այդ ամենի համար Ալիևին, թե ինքը չի ուզենա, որ շնորհակալ լինի այդ ամենի համար Ալիևին, թե չէ ցեղասպանություն բերեցին, մեզ մեր անկախությունից զրկեցին, ամենտեղ գնում է այդ չհասկացված ինչ որ մի բրոշ է կպցրել իր կրծքին ու գնում ասում է սա իմ երկիրն է, դու ինչ քարտեզով ես ճանաչել քո երկիրը, որտեղ է սահմանազատումը, մինչև հիմա թուրքը մեր բարձրադիր դիրքերում վերընկած է ու դու այդ վերցրել գնում ես, թուրքին էլ հետը դրել ես կրծքիդ գնում ես ման ես գաս, թե սա իմ երկիրն է։ Իմ երկիրը այն է, որը ձեռք են բերել 90-ական թվականներին մեր պապերի արյան գնով ձեռք բերված երկիրն է իմ երկիրը։ Հիմա սա մեզ վախեցնում է, ասում է չխոսեք, Արցախից չխոսեք, Ալիևին շնորհակալություն հայտնեք, որ պատերազմ չլինի։ Պատերազմ լինելու է Նիկոլ Փաշինյան, քանի որ դու կազմաքանդել ես բանակը, քանի որ դու բարոյապես բարոյալքել ես մեր ժողովրդին։ Դու մեր զինվորին, դուք ասում եք 11,000 դասալիկ զինվոր կա, ուր են այդ դասալիկները։ Դուք մեր զինվորին եք բարոյալքել, դուք գեներալների ու երկիր պահողների նկատմամբ հետապնդում եք հայտարարել։ Այո, պատերազմ Նիկոլ Փաշինյան քո ղեկավարած երկրում լինելու է, որովհետև Ալիևը քեզ ինչ ասում է դու անում ես։ Հիբրիդային պատերազմով Ալիևին դու մտցրել ես մեր երկիր ու աչուձախ հետ գնում են ինչ-որ արտաքին հետախուզություն, մի հիբրիդային պատերազմից են խոսում, Ռուսաստան գնալուց վախենում էր Ալենը, ասում էր հանկարծ չասեք պատերազմ, ասեք պատերազմը լավ բառ չի, չասեք, Ռուսաստանից եկան, հիմա նորից սկսեցին պատերազմ, գնում են Եվրոպայի դռները թակում են, մեզ փող տվեք, որ հանկարծ մենք չլինենք, ձեր ուզածը Հայաստանում չի իրականացվի։ Դե սա խայտարակություն է, սա իշխանություն չէ, եւ ես կարծում եմ, որ հունիսի 7-ին ճիշտ է մենք Հարգարժան Սևան խոսեցինք սոցիալական խնդիրներից, բայց Հայաստանում թե սոցիալական, թե բարոյական, թե հումանիտար խնդիրները իրար հետ շատ սերտ շաղկապված են, ցավոք այս իշխանությունը այնպիսի գործելավոճ է ընդունել, որ այդ բոլոր խնդիրները մեկը մեկից բխում է։ Եթե մենք ունենայինք անվտանգային խնդիր, չունենայինք անվտանգային խնդիրներ, այսօր չէինք ունենա այդ 150,000 արցախցին, որոնց մեծ մասը Հայաստանում սովի ու ցրտի մեջ է խարխափում։ Եթե մենք ունենայինք արժանապատիվ իշխանություն, այսօր հայ ժողովուրդը արժանապատվորեն կներկայացներ իր երկիրը եվրոպական եւ աշխարհի ամենատարբեր ամբիոններից։ Ասում է ես խաղաղություն եմ բերել, բա հիմա հələ տես Իրանը կթողնի, որ այդ քո թրիփի սպան Իրանի սահմանով հանկարծ կապ ունենա։ Խաղաղություն եք բերել, դուք հասկանում եք ՍՊ-ով, դուք ուզում եք ասել, որ խաղաղություն եք բերել մեր երկրին, այդ իրականում այդ թրիփը ինքը ՍՊ է, որտեղ 76% բաժնետերը ամերիկյան ՍՊ-ին է պատկանում, 24-ը հայկական։ ՍՊ-ով որևէ երկիր խաղաղություն չի բերում։ Խաղաղություն բերում են զենքով, ուժեղ բանակով, արժանապատվությամբ, արժանապատիվ ղեկավարով։ Այնինչ մենք այսօր ունենք, դա եւ պատերազմի ղեկավարություն են սրանք, եւ նվաստացման ղեկավարություն են սրանք, եւ մեր երկիրը Թուրքին հանձնելու ղեկավարներ են սրանք։ Հիմա ես նորից ես ամեն անգամ եմ դիմում իմ ժողովրդին, նորից ուզում եմ դիմել ձեզ, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին շատ քիչ ժամանակ է մնացել եւ մենք այլևս չտրվենք իրենց այս թատրոնին, մարզեր գնալ, ուրիշի տոպրակները վերցնել տուն տանել, այդ Արցախցու տոպրակը, որ վերցրեցիր տուն տարար, մի հատ հարցնեիր այդ մարդիկ ամիսը ինչքան վարձ են տալիս, ինչպես են ապրում, բա մի հատ տուն մտնեիր, կամ գնում են այսպես ամպագորգոր, հասնում են դուր են թակում, որ ասեն մենք վերելակ ենք դրել, մենք տեսեք մանկապարտեզ ենք սարքել, մենք չգիտենք Դուք ով եք, որ դուք մանկապարտեզ սարքեք կամ դուք դպրոց սարքեք։ Դա
Այդ բյուջեն, հայ ժողովրդի բյուջեն է, մեր բոլորի հարկերի հաշվից հավաքված բյուջե է։ Դուք ինչպես կարող եք, դուք որ եկաք իշխանության, դուք պիլասոսի ու հերոստացույցի վարկ փակողներ էիք։ Դուք կարող եք դպրոց փակել։ Այնքան հարկեր ու տուրքեր եք բարձրացրել մեր ժողովրդի ուսերին, որ այդ հարկերի տակ կքած մի հատ էլ դպրոց ու ասֆալտ եք գցում ու այդ ասֆալտի ատկատներն էլ ամեն օր տեսնում են գոնե Երևանում տարբեր բլոգերներ ցույց են տալիս թե ով ինչքան է գրպանում։ Հիմա եկել եք մեր ճակատին եք տալիս թե դպրոց ենք սարքել։ Երևի աշխարհում Փաշինյանի իշխանությունը միակ իշխանությունն է, որը 21-րդ դարում դպրոցներ է փակում եւ ցավոք այդ դպրոցների թիվը ոչ թե 10-ը, 20-ը, այլ մոտ 230 է։ Եվ այդ դպրոցները փակվում են դրանց զգալի մասը Սյունիքի մարզում։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ այդ դպրոցները փակելով Նիկոլ Փաշինյանը այդ գյուղերը հանձնելու է ադրբեջանցիներին, որովհետև որտեղ չկա դպրոց, այնտեղ բնակչությունը դուրս է գալիս, ինքնական տարհանվում է, բնակչությունը այնտեղ չի մնա եւ նույնը իրականացում է նաեւ Գյումրու Շիրակի մարզում, Գյումրու տարածաշրջանում իմ ընկերներն են ահազանգել, նաև ասում են, որ հիմնականում այն գյուղերն են այդ դպրոցներից զրկվում, որտեղ ժամանակին սովետական միության տարիներին ադրբեջանցիներ են ապրում։ Գուցե սա այն ծրագիրն է, որ այդ դպրոցները պիտի փակվեն, որպեսզի ադրբեջանցիները, ձեր ասած այդ 300,000 ադրբեջանցիները, որոնց ոտքերի տակ Արսեն Թորոսյանը պատրաստ է անգամ կարմիր գորգ փռել, որովհետև ինքն էր ասում, պիտի կազմակերպված այդ 300,000 ադրբեջանցուն բերենք Հայաստան, գուցե դա նրա համար է արվում, որ այդ 300,000 ադրբեջանցիները գան, տնավորվեն եւ ունենան հետագայում իրենց նոր դպրոցները, որովհետև մեր դպրոցներում կա Մաշտոցի նկարը, կան մեր հերոստղերքի նկարները, դե դուք այդ դպրոցները պիտի քանդեք, փակեք, որ նրանց բերեք նոր դպրոցներ։ Բոլոր առումներով ես մտավախություն ունեմ, որովհետև սա մի իշխանություն է, որ ցավոք եկավ ժողովրդի հուզմունքի, ժողովրդի հավատի ալիքի վրա եւ ապականեց ամեն ինչ։ Սա մի իշխանություն է, որ Հայաստանը դարձրել է որբի գլուխ եւ ինչպես ուզում վարվում է այդ գլխի հետ։ Եվ ես մտածում եմ, որ հունիսի 7-ին յուրաքանչյուր արժանապատիվ հայ, յուրաքանչյուր մարդ պիտի գնա եւ մտնի քվյախուց ու հիշի, որ ինքը այն հայը չէ, ով շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Եվ կա մի քվյաթերթիկ, որ պետք է նետվի աղբարկղը, դա ԿՊ-ի քվյաթերթիկն է լինելու։